ամփոփիչ ելույթով պատասխանել։ Շնորհակալ ձեր տեղը, շնորհակալ եմ։ Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյան։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, ցելի քաղաքացիներ, նախագիծը շատ կարևոր է, զարգացող աշխարհում Հայաստանը չպետք է ետ մնա տնտեսական զարգացումների այս ընթացքից, մանավանդ երբ որ էլեկտրոմոբիլները կարևորագույն խնդիր են լուծում, շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիր են լուծում, նաև եվրոպական երկրները հայտարարեցին, որ 2030 թվականից այլևս իրենք շարժիչային մեքենաներ չեն պատրաստում արտադրել, այսինքն այլևս էներգակիրները այնքան աղտոտվածություն են առաջացնում, որ էլեկտրոմոբիլները դարձել են խիստ արդիական։ Բայց գիտեք, բոլորս էլ գիտենք, որ էլեկտրոմոբիլները նույնպես շատ խնդիրներ ունեն, մասնավորապես ենթակառուցվածքները դեռևս Հայաստանում բավարար չեն, լիցքավորման կետերը քիչ են եւ անհրաժեշտ հզորություն չունեն, եւ այդտեղ մեր կառավարությունը անելիքներ ունի խթանելու, որպեսզի այս ենթակառուցվածքները ձևավորվեն։ Եվ հետագայում մենք խնդիր ենք ունենալու նաև մարտկոցների հետ կապված, հատկապես Միացյալ Նահանգներից ներկրված մեքենաների մարտկոցները մեծամասամբ լինում են այսպես կոչված ժողովրդի խոսքով ասած ջրի տակ մնացած, հարվածի ենթարկված եւ դրանք Հայաստանում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, որովհետեւ առայժմ մենք լուծումներ չենք ստացել, թե այդ մարտկոցները փոխարինելու ինչ հնարավորություն կան, որովհետեւ եթե իսկապես փոխվեն դրանք իսկապես սերվիսի պայմաններում, ապա մեքենայի 40%-ի արժեք ունեն եւ շատ դժվար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր էլեկտրոմոբիլը գնել են որպես ավելի մատչելի էլեկտրամիջոց, տեղափոխման միջոց, փոխադրամիջոց եւ այդ իմաստով դեռ անելիքներ շատ կան։ Ճիշտ ասած մենք նախատեսված կառավարության կողմից նախատեսված, որ 2030 թվականին ունենանք 100,000 էլեկտրոմոբիլ, դա հասանելի թիվ է, բայց ես կցանկանայի, որ նաև հատկապես հիմնական զեկուցողի պարոն Պապայանի մոտ հնարավոր է, որ թվերը լինեն, ես կուզենամ հասկանամ այս պահին մենք քանի էլեկտրոմոբիլ ունենք, ըստ իմ ձեռք տվյալների օգոստոսի դրությամբ գրանցված ունենք 22,650 էլեկտրոմոբիլ, բայց ներկրումների քանակը երբ որ նայում ենք, միայն այս տարի 19,000 արդեն ներկրվել է, նախորդ տարի 11,000-ից ավել, դրանից առաջ 9,000, այսինքն այս վերլուծությունը, ես որ գումարը ստանում ես 40-50,000 մեքենա, բայց գրանցված 22,500, սա նշանակում է, որ մեծ մասը արտահանվում է, այսինքն մասնավոր անձինք, նաև ընկերություններ ներկրելով էլեկտրոմոբիլները Չինաստանից, Միացյալ Նահանգներից, նաև արտահանում են, վաճառում են արտերկիր։ Այս խնդիրը թվերի վերլուծությունից է, ես իրականում չունեմ այդ պատկերը, որ ասեմ, բայց երբ որ գումարում ենք թվերը եւ տեսնում ենք գրանցված էլեկտրոմոբիլների քանակը, ակնհայտ է, որ մեծ մասը դուրս է գնում։ Իսկ եթե դուրս է գնում, արդյոք մենք բիզնեսը չենք ֆինանսավորում։ Եթե մենք խնդիր ենք դրել շրջակա միջավայրի կանաչ էներգիայի ստացումը, եթե մեր ներկրողը արտահանում է, ստացվում է, որ մենք մեր բիզնեսին ենք ֆինանսավորում, այսինքն մենք ավելացած արժեքի հարկից ազատում ենք բիզնեսին։ Իսկ միգուցե մենք դիմենք կառավարությանը խնդրելով, որ հաշվի առնելով այս հանգամանքը, վաճառքի դեպքում թող ավելացված արժեքի հարկը վճարվի մեր պետությանը, որ արդարացի լինի։ Այսինքն մենք մեր հարկատուների գումարները մենք չենք ուզում, որպեսզի օգտագործվի բիզնես նպատակների համար։ Եթե մենք խնայում ենք այլ ոլորտներում ավելացված արժեքի հարկ կիրառում ենք, բայց էլեկտրոմոբիլներին ազատում ենք ավելացված արժեքի հարկից, ուրեմն պետք է դա նպատակին ծառայի եւ պետք է թիրախային օգտագործել նման արտոնությունը։ Այս իմաստով կխնդրեի, որ պարոն Պապայանն նույնպես իր ելույթում անդրադառնար այդ հարցին եւ ընդհանրապես մենք բոլորս էլ մտածենք այն լուծումների մասին, որ դրա մի մասը պետք է մենք դիտարկենք որպես բիզնես եւ բիզնեսը պետք է հարկվի, ինչպես հարկն է, իսկ այն մասը, որ մենք պետական խնդիր ենք լուծում եւ մեր ծրագրային խնդիրն ենք լուծում, որ 2030 թվականին ունենք 100,000 էլեկտրոմոբիլ եւ դրանով իսկ մեր շրջակա միջավայրը որոշակի աղտոտվածության խնդիրների լուծումը ստանանք, այդ դեպքում պետք է այդ մասով ավելացված արժեքի հարկից ազատել, բիզնես մասով ավելացած արժեքի հարկը հարկել։ Սա իմ կարծիքն է, կխնդրեի նաև մեր գործընկերների մոտեցումը այս հարցերի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի ժամանակը ավարտվել է, պարոն Բագրատյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար